5-րդ գիրագին է այս գիրագին և մենք հայմոր դարբանարիթով կշարունակենք հայ մայրերուն նվիրված մեր խորհրդածությունները։ Այսօր իր խորհրդածությունը կներկայացնե Դիգին Փայլյան Սիլվան։ Սիրելի հավատացյալներ, ինչպես գիտեք, մեծ տանն Իլիգիո գաթողիկոսության նախաձեռնած ավանդության համաձայն այս տարի նվիրված է և հայտարարված որպես հայմոր տարի։ Ճշմարտություն է, երբ կսվի, որ փարերը որքան արգելեցին ըլլան նկարագրելու մոր նվիրական արժեքը, դակավին կարելի չէ, դգար կմնա ճշգրիտ հարազատությամբ արտահայտվելու այն լուսաղբյուր էյակի մասին, որ մայրը ոչնի։ Բայց դակավին փորձեք սահմանել, ով է մայրը, և ինչ ասել է մայրը նա։ Երկրորդ, ինչ են մոր բարդականությունները, երրորդ, ինչ բանի մեջ կգայանա մոր երջանկությունը, և վերջապես ինչն է մոր թերը զավգի յանքի հաջողություններու մեջ։ Նախքան այս հարցումներում պատասխանելը, ընդունի հետևյալ հաստատումը, որ մայր ըլլալու պարգևը քնության մեջ անիմանալի նվերն է Աստուծո։ Ժամանակի ընթացքին բոլոր սերերը կգնան դգարանալ, բայց մոր սերը կսկսի իր զավգին օրորոցով ու կվերջանա մոր քերեզմանով։ Իսկ ըստ բոլորիս ծանոթ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ըմբռնողության, մայրը Աստուծո ներկայացուցիչն է աշխարհի մեջ։ Երբ Աստված ստեղծեց մայրը, ըսկաց, որ այլևս ընելիք չունի երկրի վրա, և իր գործը կատարողները մայրերն են։ Այլ խոսքով մայրը գամուշ մնի իր և Աստուծո միջև։ Մայրը դաջարն է Աստուծո և այդ մարմներեն դաջարին մեջ մոր սերը մոմի պես կփոցավարի իր զավակներու սիրուն համար։ Ուրեմն հարց կուտա բանաստեղծը, թե ինչպես կարելի է հավատացյալ չլալ նման դաջարին առջև։ Սիրելի ներկաներ, հայ մայր ըլլալ, բայց մանավանդ արդի հայ մայր ըլլալ, ենթադրե ձանր բարդավորություններ ինձինքին հանդեպ։ Ոչ միայն ինձինքին հանդեպ, ասքին հանդեպ, զավակներուն հանդեպ, որոնց հաջողություններուն ուղեցույցը ինքն է, մայրն է։ Չանանք մտահան շնել մեծագույն օրինակը, ասված է մայրը, որ իր իսկ ընդմեջեն կապրեցն է իրականությունը, խորուրդը բարգեշտ մոր, որ կիցավ ցայն դալ Աստուծո կանչին, հոգ տանելու, խնամելու, հուրքուրալու ծնունդ տվող իր զավգին։ Դարձավ համակ սեր, դարձավ նվիրում, ցույց տալով ինք զորագիծը Քրիստոսի և ագանադեսը անոր հրաշքներում։ Դոգած անոր խաչի մոտ չարչարանքներում, դարաբանքներում, բայց միաժամանակ տեսավ որդվույն փարավորում։ Արդ մենք որպես 21-րդ դարու հայ մայրեր, ինչ են մեր բարդականությունները և ինչպես կրնանք արժեցնել մոր թերը արդի ժամանակի մեջ, զավգի նկարագրի կազմավորման, ուսումնական և ընկերային կյանքին, անոնց ազգային ու մարդկային իդեալներուն, բայց մանավանդ
անոնց փարոյական արժեքներում, որոնք մորցվելու դատապարտված են այսօրերում, ճշմարտաբար։ Բոլորս արգիդենք, զանազան դեսագի փորձությունները շրայլորեն կցուցադրվին մեր զավակներուն առջև։ Ուրեմն, ինչ պետք է ըլլա առաջնահերթ քայլը, որպեսզի կանխենք այդ բոլորը եւ կարենան փոխարենը քաղել քաղցր բդուկները, լավ զավակներ հասցուցած ըլլալու երջանկությունը ունենան, ապահովելով անոնց երջանի եւ հաջողություններով իմաստավորված կյանք։ Նախքան այս հարցումին պատասխանը ուզեմ փագակից մխանալով հիշեցնել, որ բոլորս գիտենք, Աստված իր ստեղծագործության մեջ նախ լույսը ստեղծեց։ Բայց ինչու նախ լույսը։ Պատասխանը, որպեսզի ջարակայթող այդ լույսը, երբ զարնվի մարդոց, ինա անոնց հոգիներում խորը։ Հստակ է, որ լույսին վայելքը քեղեցիկ է, բայց լույսը գտնելը սիրելի ներկաներ զոհաբերություն կպահանջի։ Լույսին ճամփան ցույց տալու համար Հիսուս խաչը արավ եւ Գողգոթա բարձրացավ։ Խաչվեցավ ու դարձավ զոհաբերության եւ սիրո խորհրդանիշ։ Ուրեմն կյանքը գաղթադանա, եթե լույսը չփնտրի։ Ահավասիկ, այս պետք է ըլլա առաջնահերթ քայլը, փնտրել լույսը։ Այսօր հոգեբանական ուսումնասիրություններն անգամ կհաստատեն այն իրողությունը, որ ոչ մեկ ուժ կյանքի մեջ գաստե զավգի, մտքի լուսավորման, հոգիի գազմավորման վրա, այնքան որքան մոր աստեցությունը, մոր սերն ու կուրկուրանքը։ Վերջի վերջո մեծերը բարավիչ են ասած, թե մայր մտաս ուսուցիչ գաժի, և վայ այն օրերուն, և այն մոր, որ գթերանա իր առաքելության մեջ, որովհետև մայրական սերը ամենահարազատ և մարդկային առաքելություններեն մեկն է, որ գթիմանա ամեն տեսակ փորձություններով և չի խաթարվի։ Հիսուս կպատկամի, գադարյալ եղեք, ինչպես ծեր երկնավոր հայրը գադարյալ է։ Մայրը գթարնա գադարյալ և գիտե նվիրվիր զավակներում։ Նվիրվեք, որպեսզի Աստվածան քեզ նվիրե ծառայելու և զավգի սրտագից ըլլալու շնորհ։ Եվ այդ նվիրումդ և այդ աշխատանքդ շատ ավելի գարժևորվի, երբ գիտես ընտանեկան գառույցդ ամուր հիմերու վրա բայ, սկսելով ամենեն հիմնականին։ Բայց թե ինչն է այդ հիմնականը, ավասի, օժդե ընտանիքդ փարոյական սկզբունքներով, որ ներկա տարու ամենեն էականն է։ Այսինքն, փարոյական սկզբունքները զավգիտ փոխանցել խոսելով մարդասիրության, երախտագիտության, հարգանքի մասին։ Վերջ-վերջո, զավգիտ գրթության փուն հիմը գտրվի ընտանեկան հարգին տակ։ Ինչպես որ Խրիմյան հայրի մեր լուսամիտ կաթողիկոսներեն մին ասած է, մի տուն հաստատ կլինի, եթե հոն մոր գրթություն կա։ Իսկ մանկաբաշխ հոգեբաններ կսեն, որ մանուկը բնական կերպով անկիդակցորեն գյուրացնե ունակություններ, նկարագրի հիմեր, ցկտուներ, շատ կարող տարիք են դա միջավայրի մեջ։ Իմասնավորի մոր շունչին տան։ Եվ այս բոլորը կգազմեն զավգին անհատականության սյուները։ Ահոս է, որ իդյալ մայրը ամենեն աստեցի ուժ կհանդիսանա, երբ մանավանդ ինք որպես մայր գհարկե նախ ինք իր ծնողը և զավակը դակավին ինք մանու, դեսնելով այդ մեկը գնգալի,
ու անևս գործածության գտնե իր տեսածը։ Եթե լավ փամը գալի, նախ մենք ընենք։ Եթե փամը պիտի արգիլենք, մենք ընելու չենք։ Թերևս օրինավոր շատ բան դարեր եթրոշ մեր բստիկին հոգին։ Ընդհանրապես դուք արգիտեք բստիկներ հրամաններ առնել չեն սիրեր հրամանները ստանալ, բայց շատ արագ կընդօրինակեն մեզ։ Երկրորդ, լարել հոգեգան և ֆիզիկական ուժերը ստեղծելու ներկա թարու համապատասխանող ընտանիքը։ Այսինքն, ստեղծել այնպիսի ընտանեկան մթնոլորտը, որ ընդգրկե մշակութային արժեքներ, այլ խոսքով ազգային ոճ ունեցող։ Հիշենք, առաջինը փարոյականն էր, երկրորդը մշակութային։ Այս նույնի առաքչությամբ Johns Hopkins համալսարանի պրոֆեսոր Burton White կսե լավագույն մայրերը անոնք են, որոնք սքանչելիորեն կգազմագերբեն իրենց զավակներու մշակութային և փարոյական միջավայրը, որը միաժամանակ կստեսավի մտային աճման։ Հիմա չեք կարծեցիների ներկաներ, որ այս հաստատումին մեծակույն օրինակը կհանդիսանա Եղերմի մեր մեծ մայրերու սերունդը, որոնք խմորեցին մեզ, որոնք խմորեցին իրենց զավակները, ազգային մշակույթով, դողմիկ և գրոնական սկզբունքներով ու ավանդություններով։ Եվ այսօր մենք, որպես արդի հայ մայրեր, որպես ժառանգորդները այդ մայրերուն, մեր գարկին մենք ևս փորձենք փոխանցել մեր զավակներու նույնը և անոնց ներշնչել հպարտությունը այդ սքանչելի ժառանգության, որպեսզի իրենց գարկին ևս կարողանան օդար լեզուներով ներկայացնել մեր մշակութային արժեքներն ու ազգային ավանդությունները։ Այլ խոսքով հայ մայրը պետք է, անհրաժեշտ է շարունակել մնալու մշակութային ավանդություններու պաշտպանը։ Երրորդ, մայր-զավակ փոխհարաբերություն։ 21-րդ դարու հայ մայրը հետամուտ պետք է ըլլա, որ զավակը դարձնի ինքնավստահ։ Խիստ կարևոր է ուրեմն, որ մայրը արիթը դա լսելու զավկին մտահու փոխարցերը։ Բաղմը մորնալու է իր բոլոր հարցերը, շնլալ ես հագեցրոն և անցնասել, որոնք անդարբեր մոմը պատկերն է, որ պատճառ գթարնա իր և իր զավկի ներթաշնակ գավիր խզումին։ Ընդհանրակը, ըլլա համբերադար, լսել զինք, որպեսզի կարելի ըլլա թափանցել զավկի հոգին ու դառնալ իր խորհրդատուն շահերով անոր վստահություն։ Չմոռնանք, հոգեգան գավի բացակայությունը գկանթե մայր զավակ գոյություն ունեցող սիրով և ապահովության կամքչները։ Չորրորդ, եղիր արդար և ընդունիր զավկիդ առավելություններն ու թերությունները, առանց ծախցնելու անոր ըսկայուն եղերը, փոխանակ քննարկելու, մոտեցիր ծրական ցեղով, մոտեցիր քաչալերանքով և զորացուր անհատականությունը, որովհետև հատկապես պատանի դարիքի մեջ շփոթեցնող ելևէջներ ունենան։ Պետք է ներքին համոզումով և թադողությամբ առաջնորդվին։ Երբ որպես մայր բացատրություն ուտած շարփարիեն զանազանելու, նկատի պետք է ունենաս անոր արժանապատվությունը, նկատի պետք է ունենաս անոր անհատականությունը, որ օգնած ըլլաս անոր ինքզինք զսպելու և ինքն իր վրա հսկելու կարողության։ Բայց մանավանդ այս ցեղով օգնած ըլլաս զավկիդ ինքնության կազմավորման։ Ինքնության դակնաբը, որ մանկութենեն պատանելիության փոխանցման շրջանն է, հիմնական խնդիրներեն մեկն է
որոշումներ առնելու հարցը, այսինքն ինքսիդ ճանչնալը, և այս դժվարությունը կմեղմանա իր մոտ, եթե թույլ տաս անոր ներքին գոչումին, եթե թույլ տաս անոր կարողություններուն և ընդունակություններուն, թե ոչ, ավելի կշեշտավորվի այս տագնապը, եթե փորձես բարդացրել քու տեսակետները։ Հատկապես դպրոցական շրջանեն համալսարանական կյանքի անցման միջոցին։ Ժամանակ կը որ ինքսիդ ճանչնա, մարզե միտքը, կյանքի հարցեր հաչող եղող լուծելու, հետևի անոր ներքին մղումներուն և օժանթակե ու քաչալերը, որ հետևի կամ ընտրե իր նախասիրած ջուրը, որ իրեն ուդա ներքին բավարարություն և հաջողության գրավականները։ Իսկ եթե երկրորդական ուսման հետևելու կարողությունը չունի, քաչալերը, որ տեխնիկ դպրոցներում հետևի, գրնաթարդալ վարպետ արեստավորմը և ունչու չէ օրին մեկը արեստանոցի սեպականատերը։ Հոս դեղին է, որ մեջբերեմ Ամերիկայի մեծ համալսարաններ են Ստենֆորդի նախագահարան որ գսե մոր աստեցությունը զավգի ապակային համար մեծ աստեցություն ունի քան բոլոր օրենսդրական բարենորոգումները։ Թարթյակը շեշտեմ, հատկապես այս շրջանը, եթե մայրը չի կարենա հասնել զավգի փրկության այս դժվարի հանգրվանին, հիմա դու գսեք մարդկային ինչ սկացում և առաքելություն կմնա որույսներ շեշտ։ Հավատացեք, դուք ձեզ, մենք մեզ հոհացված, հբար ու երջանիկ կրնանք ստալ միայն այն ադեն, երբ զավգիտ հաջողություններում կրնաս օգնել, այլ խոսքով, երբ առաքելությանդ մեջ թերածած չես։ Անցնենք հաջորդ անհրաժեշտ մեկնություն, մտերիմ բարեկամության անհրաժեշտություն։ Երբեմն զավակներ համարձակությունը չեն ունենալ բացվելու, խոսելու մորը։ Ճիշտ այդ մտահոգությունը մտքետ վանելու, հանելու համար քաչալեր է, որ մի քանի մտերիմ ընկերներ ունենան, որովհետև մտերմության մթնոլորտի մեջ գարդահայտվին իրենց դրական կամ ժխտական մտահոգությունները և այդ ձևով գոպտվի զիգ մտահոգող հարցերեն։ Բայց եղիր անզիչով, երբ տեսնես սխալ ընթացքի մեջ է, ինչպես սդախոսություն, ինչպես ամբարգեշտություն և այլ մորություններ։ Այլ խոսքով, երբ գշերին ճշմարիտ ճանապարհին, փորձես սրբակրել, և եթե առանցինը չկարողանաս, չի մե օգնության, չվախնաս, որ անգը խրճի քեզ մե ու գհերանա, ընդհակառակը հատկապես նման բարականելու խիստ մայրը, խիստ ծնողքը հարկանքի արժան կդառնա։ Գրթե մանուկը իր ճամփան սկսած ադեմ գսել Աստվածաշունչը։ Այս կերպով է, որ կդառնանք նվիրված ու հանձնալու մայրեր և առաքելիներ։ Իսկ որպեսզի կանխես այդ բոլորը, քաչալերի ու թափքը, որ մաս կազմակերպողներն ներս գտնվող միութենական զանազան ծրագիրներում, թբրած թասին, մարդարվեստին, փանագում, ըսկաբուդական շարժում և այլն, փորձի միշտ ըսպաղ պահել։ Այս ընթացքում միաժամանակ անուղագիորեն գրճադած կլասնին հերադեսին են, գրճադած կլասնին փչիչային հերացայններու միջոցավ եղած հաղորդակցություն են, խոսքոս բադարիներուն համար է ամշուր։ Վերջի վերջո սիրելի մայրեր, այսօրվա բադանին, վաղվա երիտասարդը ըսպյուրքի մեջ ընելիքմը պետք է մնենա։ Պետք է սկսի պատրաստվի իր ներդրումը բերելու, ստանցնելով առաջնորդության թեր, պատասխանատու պաշտոններ վերցնելու, ազգային, եկեղեցական, գրթական ու մշակութային կյանքերներ, իրենց հետ բերելու նորը փորձելու հատկություն։ Նույնիսկ եթե ցախողին, կամ սխալին, քաչալերանքով պետք է փորձեն արդյունավորել իրենց ազգային ժառանգությունը։
Եթե գուզենք որպես մայր մեր ցանած արդը գանաչի, ուրեմն փաշտենք մեր ողքի հարստությունները, փաշտենք մեր առաքելությունները, մեր արիությունները, մեր զավակներուն, ինչու՞ չէ նաև մեր շրջապատին։ Թող այսօրվա արդի մոլությունները, անձնասիրությունները մեր շրջաններ։ Այդ բոլորը թավակնոր կացած աշխարհի մարմարսիրում։ Բարդին բայկարին, որ հաչում։ Վերջի վերջո հայ մայրը այս ժողովուրդներու մայրերու նման սովորական մայր չէ եղած։ Վկա պատմությունը հայ մայրը բոլոր մայրերեն ավելի լացած է, ավելի դարաբաց է, ավելի չարչարված է, սակայն առանց գործընծնելու իր հույսը և հավատը։ Հայ մայրը ծնած է փաշտովելու։ Եթե հայ մնացին, ասիգա բարգևն է հայ մայրը։ Եթե գուզենք չգործվին, եթե գուզենք հայ ընտանիքը գամքում մնա, դոք գանք ու չշեղինք մեր առաքելությունը։ Եվ վերջապես այսօր որպես եզրակացություն ուզեմ ասմունքել Սովետահայ գրող Ռազմիկ Թավոյանի Աստծո նման խաղաղ բահիր քեզ ոտանավորը, որուն հորդորն է, որուն պատքամն է, որ փզկտվելու սպառնալիքին դատն անգամ պետք չէ ընկրվիր։ Ընդհանրապես սիրով և ուրախությամբ փաշտվիր ու նմանիր հրաշքմանին։ Աստծո նման խաղաղ բահիր քեզ, Աստծո նման եղիր քարեսիրտ, նրա պես եղիր հավասարատես և ձաղգեցրու նշխարը իստ։ Աստծո նման եղիր կթարատ, շուրջըտ փարություն ու սեր սերմանիր, ցերկդ դար ըսկուշ և հոգիներից չարի բղձության արմատը հանիր։ Եվ հավատալով փաշտիր քեզ օրհնյալ, մատուցվիր, ինչպես սերն է մատուցվում, ոգեղեն խոսքը և լույսն աստղերի, ահա քալիս են քո մեջ աղուցվում։ Շնորհակալ